Այսպիսի ամառային տպավորություն թողող տեսարանով ու լազուր երկնքի ներքո, ճնճղուկների ծլվելոցի ներքո, սիրելի հետևորդներ ջան, ձեզ ասում եմ բարի լույս սիրելիներս, բարի լույս հարազատներս, ինչպես եք, ինչպես է ձեր տրամադրությունը, ովքեր նոր են միացել իմ էջին, ասեմ, որ ես Անահիտն եմ, ապրում եմ Լորվա մարզի չնաշխարհիկ Ստեփանավանում, որտեղ հովա, զովա, ընտիրա, ունենք լավ քաղաք, մաքուր, մաքրամաքուր քաղաք, բազում ու բազմաթիվ անգամ ես արել եմ նկարահանումներ, սիրելի հետևորդներ ջան, որտեղ որ միշտ նկատել եք, որ մարդիկ աշխատում են թե առավոտը, թե երեկոյան, թե ճաշին ու միշտ մաքուր ու մաքուր է մեր քաղաքը, փայլուն շողում է մաքրությունով, օրվա որ ժամին նայենք, անգամ շաբաթ կիրակին չկա ոչ միտեղ թափված աղբ կամ աղբակույտ կամ ինձ թվում է հասկացանք իրար։ Դրան զուգահեռ, սիրելի հետևորդներ ջան, կոմունալ ծառայության բոլոր տիպի մեքենաներով, ամառ կլինի, ձմեռ կլինի, գարուն ու աշուն կլինի, մեր քաղաքը միշտ մաքրում են, ունենք այդպիսի հետևողական ու մաքրությունը սիրող քաղաքապետ ու առիթից ելնելով, որպես Ստեփանավան համայնքի բնակչուհի, Ստեփանավան քաղաքի բնակչուհի, ես իմ խորին շնորհակալությունն եմ ուզում հայտնեմ մեր քաղաքի քաղաքապետին, որ կապ չունի ինչքան ես իմ Ստեփանավանը, ոնց ասեմ, հիշում եմ, միշտ մաքուր ու մաքուր ա եղել, էլ չասեմ, որ տարին տարվա վրա ավելի կատարելագործվել է, ավելի մաքրվել ու ավելի գեղեցկացել է, ու դուք էլ եք բազմաթիվ անգամ ասել, որ անգամ երբ որ նայում եք մեր մայթերին, մի հատ լուցկու հատիկ, ծխախոտի մնացորդ չկա թափած, վստահեցնում եմ, որ ճիշտ եք, և առաջնային և երկրորդային փողոցներում չկա նման ոչ մի բան, մեջքս սառեց, տեղս փոխեմ, շատ սիրում եմ ծիտիկի բունիկը, շատ սիրում եմ մեր քաղաքը, ինչի՞ չէ շատ հպարտանում եմ մեր քաղաքով, մեր քաղաքի մաքրությունով, մեր քաղաքի բնությունով, մեր քաղաքի ամեն ինչով, անգամ բնակիչներով, որովհետև քաղաքը փոքր է, մեկս մյուսից լավ ճանաչում ենք, մեկս մյուսից մեծամասամբ սիրում ու հարգում ենք ու բաց ճակատով բարևում ենք, դա ինձ թվում է մարդկային արժեքների համար շատ կարևոր հատկանիշ է, սիրելի հետևորդներ ջան, ուրեմն ինձ շատ եք հարցնում, թե Անահիտ Ալեքս էջով, թե իմ խոհանոցային էջով, շատ տարբեր ձևի հարցեր եմ ստանում փոշոտման մասին, այո, ես ապրում եմ մի այնպիսի գողտրիկ բնակավայրում, որտեղ ոչ միայն մաքուր է բնությունը, շրջապատը, օդը, առավել ևս մաքրամաքուր են անտառները և էլ ավելի մաքրամաքուր են դառնում իրենց արտազատած թթվածնով, իրենց կատարած գործողությունով, այս սեզոնին փոշոտմամբ, այ արդեն մայիսը կիսվել է, երբ որ հետ գնանք իմ տեսահոլովակները, երբ որ հետ գնանք դեպի իմ ֆեյսբուքյան էջերը, որտեղ ես ավելի ակտիվ կիսվել եմ,
կարճ կոնկրետ համառոտ միշտ սկիզբել եմ թեկուզ մի նկարով ցույց եմ տվել, որ ես ու Ալեքսը գնում ենք անտառ կամ քույրիկս ա եկել գնում ենք անտառ կամ իմ լավ ու բարի բաժանորդներից են շատ ինձ հյուր եկել տարել, ցույց եմ տվել լավ տեղեր, որտեղ իրանք անց են կացրել իրանց հանգիստը ու ընթացքում էլ օրվա մեջ շփվել ենք վայելել փոշոտումը։ Մայիս ամիսը, սիրելի հետևորդներ, մեր տարածաշրջանում Նամանավանդ, Ստեփանավան, Գյուլաքարակ, Գարգար, այդ տարածաշրջանում ոնց ասեմ, ակտիվ է, հայտնի է փոշոտմամբ, որ եղևնիներն են փոշոտումը իրականացնողները, այսինքն երբ որ եղևնին իր վրա ունենում է կոներ, կոնը մի քիչ մեծանում է, հետո եղանակային բարենպաստ պայմաններով արդեն կատարվում է փոշոտում։ Ամեն տարի ամենաճիշտ, ամենալավ ժամանակահատվածը միշտ համարվել է, որ մայիսի կեսից մինչև հունիսի 5-ը կհամարենք փոշոտման ամենալավ ժամանակաշրջանը, բայց այս պայծառ ու լավ արևը ցույց տալուց հետո ամեն օր ապրիլի վերջից մինչև դեռ 3 երեկոյան մեր մոտ ոչ թե անձրև է գալիս, այլև սելավ։ Այն օրը փոքր շորցի տեսքով եմ տեղադրել, այդ օրը մանավանդ եկավ, սրբեց, ջարդեց, ավիրեց ամեն ինչ։ Ու ինձ հարցնում եք փոշոտումը երբ է։ Ես կլինեմ ազնիվ, կլինեմ անկեղծ, ինչպես միշտ, անպագոր հայտարարություններ անելը ես չեմ սիրում, ստի մտի բաներ ասելն էլ չեմ սիրում, ովքեր ինձ լավ ճանաչում են, գիտեն այդքանը։ Մենք մեր բակում ենք ունեցել եղևնի հենա կոճղը, այ որելներ ավելի պարզ ցույց կտայի, սիրելի հետևորդներ, մինչև այս պահը չկա մեր մոտ փոշոտում, եթե այս տեմպերով եղանակը մնա, ինձ թվում է չի էլ լինի փոշոտում, որովհետև առավոտ այս պահին ժամը 10-ն է մեր մոտ, այսպես պայծառ հավեսով արև է, քամին կա, սառնությունը կա, ինչը բնորոշ է մեր տարածաշրջանին, բայց իրիկունը վստահ եմ, որ ոչ թե անձրև է գալու, այլև հորդառատ անձրև է գալու ու այդքան անձրևներից հետո, սիրելի հետևորդներ, ոնց եք կարծում, էլ կլինի փոշոտում, էլ կլինի փոշի, ինձ թվում է, որ ոչ, քանի որ էլի ա եղել, որ այս ընթացքում ես չեմ ասում սենց պայծառ արևներ ա միշտ եղել ու փոշոտում է այդ վաղտ ա եղել, ոչ, օրվա մի ընթացքում կարա անձրև գա ու սենց փոքր գեդինը, որ հարթ չի, թումբ ու փոսա, չէ, սենց փոքր մեր տարածաշրջանում դրան գյոլեր ենք ասում, այդ գյոլերի մեջ ջուր ա լցվում ու փոշոտման ժամանակ ջրերեսը կամ դեղին առնում կամ սենց սպիտակա կանաչավուն, հմի որ նայում ես այդ ջուրը կամ պարզա, եթե մեքենաբան չի անցել, մարդն էլ չի տրորել, կամ էլ պղտոր ա, բայց փոշ ու հատիկ անգամ չկա։ Եթե նորից հետ գնանք իմ տեսահոլովակները, ես այս օրերին իմ հետևորդուհիների հետ, գիտեք, որ տարբեր կողմերից ինձ միշտ հյուր են եկել, գնացել ենք Դենդրոպարկ, ունեմ հոլովակներ, որտեղ հագել եմ սև սպիտակ գծերով դեղին, սպիտակ ու դեղին գծերով սև ֆոնի վրա, զգեստ եմ հագել, որ սենց փոշին վրես պարզ երևացել է, հագել եմ կապույտ երանգով զգեստ, որ էլի սենց սպիտակած հագուստով դուրս եմ եկել, այդ ա եղել է լիարժեք փոշոտում, մանավանդ որ մեր քաղաքում էլ կա Ալեյա հատվածը, որտեղ տարբեր եղևնիներ կան ու ինչքան տարածաշրջանում այդ տարածքում եղևնիները տարբեր են լինում, այնքան փոշոտումը ավելի, այսպես ասած, էֆեկտիվ առնում, էլ չասեմ Դենդրոպարկի մասին,
շատ եմ գնացել, շատ եմ նկարահանել, էլի եմ գնալու, էլի եմ նկարահանելու, բայց այս պահին սիրելի հետևորդներ ջան, մինչև այսօրը դեռ ոչ մի Եղևնու կոն ես չեմ նկատել, երբ որ Ալեքսի հետ գնում ենք դպրոց կամ վերջը քայլում եմ, նորն էլ դեպի հրապարակ էինք գնում, Եղևնիների վրա ոչինչ չկա, այսինքն մինչև այս պահը մեր մոտ փոշոտում չկա, ես չգիտեմ կլինի թե ոչ, եթե այս տեմպերով գնամ, այն որ մտածում եմ չի էլ լինի, եթե լինի էլ սիրելի հետևորդներ, փոշոտումը սկսելու համար գոնե մի 3 օր կայուն եղանակ ա պետք ու հետո արդեն երևա, կա թե ոչ, քանի որ նորից եմ ասում, ինձ շատ եք հարցնում, էլ Facebook-ով, էլ խոհանոցային էջով, Անահիտ ջան, մի խնդրանք, ձեր մոտ փոշոտումը երբ ա, ես սիրով ու հաճույքով պատասխանում եմ, մինչև այս պահը մեր մոտ չկա փոշոտում, սիրելի հետևորդներ ջան, այնպես որ հույսով, հավատով սպասենք, տեսնենք, երբ ա լինելու փոշոտում, երբ է լինի, վստահ եմ ասում, ես ես պարտադիր իմաց կանեմ, քանի որ փոշոտմանը սպասող շատ լավ հետևորդուհիներ ունեմ, շատ լավ մարդիկ ունեմ, ովքեր գալիս են, հանգստանում են, շփվում են իմ հետ, հավեսով ժամանակ ենք անցկացնում, դե իրանց հետ անձնական եմ շփվում, իսկ այսպես օնլայն հարթակում էլ, սիրելի հետևորդներ ջան, եթե ձեզ կհետաքրքրի, որ կարող եք արդյոք գալ, մնալ, վայելել, այդ ամեն ինչը իհարկե քաղաքում կան, տարբեր ձևի հյուրատներ, տարբեր գներով, տարբեր, այսպես ասած, ընդունման ձևով, սնունդով և ոչ, նախաճաշով և ոչ, մի խոսքով, այդ արդեն, եթե կհետաքրքրի, կարող եք գրել, սիրով կպատասխանեմ, իսկ այն մարդիկ, ովքեր որ կոնկրետ հարցնում էին փոշոտում կա թե ոչ, մի բառով ասեմ ոչ, մինչև այս օրը, մինչև այս պահը փոշ ու հատիկ անգամ չկա, բայց հույսը լավ բան ա, չենք հուսալքվում, եղանակները որ կանգնեն, այս տարին մի քիչ հետ անգել, մի քիչ ավելի ինձ թվում ա կամուշ կլինի, կամ էլ անձրևը լվացած տարած կլինի, տեսնենք, որ տարբերակը կլինի, չեմ ուզում ժամանակից շուտ, ինչ որ թե անպագորգով հայտարարություններ անեմ, որովհետև հարկ չեմ համարում, այս պահի համար, այսքանը, հուսամ ձեր հարցերի պատասխաններին, գոնե մասամբ կարողացա պատասխանեմ, իսկ մենք կհանդիպենք օրվա վլոգում, առայժմ, ահա, սիրելի հետևորդներ, ասելուց հետո եկել եմ մեր քաղաքում գործ ունեի, Ձախապ, ստե հեսա Եղևնիները կան, տեսեք նոր ինքը, ըսկից ծայրի մասում ոչինչ չունի, տեսեք ինչքան փակ ա, այն որ որին էլ նայենք, այս վիճակն ա, սա է մի քանի օր պետք ա, որ փոշոտումը ըլնի, խնդրեմ, այ որ կայուն եղանակ ըլնի տաք արևային, այդ ժամանակ հաստատ կլինի,